Սա վկայում է այն մասին, որ իրոք ոչինչ անպատասխան չի մնում եւ Իսրայելի հետ Ալիևի ունեցած առանձնահատուկ ջերմ հարաբերությունները նրա միջոցով Արցախը կուրտան ունի գին։ Եվ այդ գինը այսօր պայթեց Նախիջևանի օդանավակայանում ըստ։ Սա նախազգուշացում է Ալիևին, Նախիջևանի օդանավակայանին ռմբակոծելով Իրանը ըստ էության իր սլաքներն ուղղում է Արաքսամերձ ողջ հատվածի վրա եւ խոսքը գնալու է նա բռնազավթված Արցախի Արաքսամերձ հատվածների մասին եւ այնտեղ կառուցված ադրբեջանական օդանավակայանների մասին է գնալու խոսքը։ Ես կարծում եմ առաջիկայում մենք կտեսնենք, որ այդ ուղղությամբ եւս հարվածներ լինելու են։ Իսկ Ադրբեջանի հայտարարությունները չեմ կարծում, թե շատ լուրջ այսպես կընդունվեն Իրանի կողմից, քանզի Ադրբեջանի բանակի հնարավորությունները ով, բայց իրանցիները շատ լավ գիտեն։ Եվ եթե ինչ-որ մի քայլ, ապա Ադրբեջանը կարող է բավականին ծանր վիճակում հայտնվել եւ այս անօթաչուներով հարվածը ցույց տվեց, որ անգամ իսրայելական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք տեղակայված էին Նախիջևանի օդանավակայանի երկայնքով, անգամ չեն էլ նկատել, թե ինչպես են այդ անօթաչուները եկել եւ հասել, որտեղ նրանք չեն աշխատել ուղղակի։ 2025 թվականի 12-օրյա պատերազմից հետո Այաթոլլահ Խամենեին առաջարկեց եւ նախաձեռնեց ազգային անվտանգության ռազմավարության փոփոխությունը եւ այնտեղ հստակ նշված էր, որ եթե Իրանի վրա լինի հարձակում, ապա Իրանը ուղղակի կպայթեցնի տարածաշրջանը եւ կստեղծի կառավարելի քաոս։ Մենք այսօր տեսնում ենք, որ կառավարելի քաոսը ստեղծվում է, ավելին։ Այսօր մենք տեսնում ենք, որ Ամերիկան եւ Իսրայելը ըստ էության շնչահեղձ են լինում, քանզի նրանք էլ են ընդունում, որ չէին սպասում այն աստիճանի դիմադրության եւ այնպիսի ռազմական հզորության, որ այսօր ունի Իրանը։ Հետևաբար սա նախազգուշացում չէ, սա ուղղակի գործողություն է, Իրանը անցել է գործողությունների եւ դույզն ինչ կասկածի դեպքում ինքը հարվածում է ուղղակի, բայց դրանից հետո նաեւ հայտարարում, որ ինքը տվյալ պետության քաղաքացիների հետ ոչ մի խնդիր չունի։ Իր խնդիրը ամերիկյան բազաներն են, սա նաեւ մեզ է ուղղված ըստ էության, կամ հանեք ամերիկյան լաբորատորիաները, որոնք ըստ էության նույնպես բազաներ են, բայց բակտերիոլոգիական զենքի ստեղծման համար, կամ, չգիտեմ, խնդիրներ են լինելու։ Եթե նա այսօր հարվածեց Նախիջևանին, ես կարծում եմ, եթե կասկածներ առաջացավ նաև Հայաստանի հետ կապված, Իրանը Աստված մի արածը, բայց կարող է նաև այստեղ դիմել ինչ-որ գործողությունների։